պետք է ազատի, նա չի կարա հունիսի 5-ին սկսի, հունիսի 5-ին արդեն ճանապարհը պետք է լրիվ բաց լինի։ Եվ հետևաբար այդ բոլոր գործողությունները հիմա պետք է սկսի։ Երբ որ վրացիները Թուրքիայի սահմանի վրա 200,000 հայկական կեղծ անձնագիր են ձերբակալում, այդ ինչի մասին է խոսում, որ այդ 200,000 անձնագիրը հունիս ամսին պետք է քվեարկեին հօգուտ Փաշինյանի։ Այդ նշանակում է, որ Թուրքիան, եթե Թուրքիայի սահմանով է մտել, ինչ է նշանակում, որ Թուրքիան է մատակարարում այդ եւ ֆինանսավորում այդ կեղծ անձնագրերի տպելը, տեղափոխելը եւ հանձնելը։ Այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ ոչ թե 300 ադրբեջանցի է լինելու, այդ անձնագրերը եւս հանձնվելու են 200,000 ադրբեջան